ձևով հաղթուսած էին Մեսիայի անձի վրա, բայց եթե գտան 5 տղայի մարգարեությունները կամ նույնիսկ երկրորդ տաճարի կանոնական թրությունները, իմաստություն Սողոմոնի եւ այլն, կտեսնեք, որ այդ պատկերացումը չի կա, որ Մեսիան թագավոր լինի կամ ֆիզիկապես պիտի ազատագրի Իսրայելը։ Իմ հակա շատ դժվար այո, հարցը։ Иисус шашмая шашака говорил его социально. Его социально. На его плачет касается и сез երկու ուղարկել նրանց ոգիների նրանց դիշանչին տալով։ Նրանց պատվիրեց, որ ճանապարհի համար հավասարից բացի այլ բան չվերցնեն, ոչ բար, ոչ հաց, նրանց ոգիների մեջ։ Այն հողակապեր հագնեն։ Ավելորդ բարեգոտ ասում էր մի վերցրեք։ Ապա ավելացնում էր, որ տունը մտնեք այնտեղ օթևանեք, մինչև որ այնտեղից մեկնեք։ Իսկ որտեղ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ այնտեղից ելնեք, ձեր ոտքերի փոշին կապտեք ու ձեր շքայություն նրանց հետ։ Աշակերտները ելան ու քարոզում էին ժողովրդին, որպեսզի ապաշխարեն։ Նրանք բազում դևեր էին հանում, բազում հիվանդների էին ուղղվածում և բժշկում նրանց։ Դառնական հարց ու այստեղ սիրելիներ պետք է ասինանք։ Եթե Հիսուս աշակերտներին ուղղեց քարոզելու, ուրեմն այլ ինչու համար շարունակեց իր առաքելությունը, ինչու խաչվեցավ, ուղղեց իրենց, նրան քարոզեցին, եկեղեցին կհաստատվի, ամեն ինչ կվերջանա։ Փրկությունն է։ Չէ՞։ Փրկությունն է։ Բայց սա կացեք քարոզեցեք։ Քարոզելով ոմակ չի փրկվում։ Ուրեմն քարոզությունը իրավես աշակերտներ պատրաստելու համար է եւ նրանց պատրաստելու, որպեսզի շարունակեն Քրիստոսի առաքելությունը, որն է քարոզել Աստծո արքայությունը, բժշկել հիվանդները, խաղաղություն բերել աշխարհին, մխիթարություն տխուրներու սակավորներուն, հա։ Ուրեմն տարբերություն կա երկու առաքելությունների միջև։ Սա ոնց որ ասպիրանտուրայի տեխնացուներու ծրապանդ է, պրոջեկտն է։ Ձեզ կգրգեմ, երտակ, մի քանի ամիսից կտարնակ, միայն տեսան պիտի կարակ երտակ հիվանդներ բժշկել, Աստծո արքայություն կարոզել, մեթանոյա զղջում, ապաշխարություն կարոզել կամ ոչ։ Եվ այսօր համար է, որ սա, երբ որ դեմ երտակ մեկ տուն մնացեք, այսինքն սա ցեզի համար բան vacation չէ, երտակ մենք գեցենք օրը բարոն X-ի դուրը գուտեք, միշտ բարոն չեմ ինչի դունը, վեց երտակ չեմ Վենի պլազա սուճ խլեք, մեկ դեր գետակ, դագլացել գենցոնը և ոնդերեն կարոզեք, սա է կարոզությունը։ Մի քանի գետեր կա շեշտացրենք, կավազանից բացի այլ բան չվերցնեք, միդրաշի մեջ հետաքրքրական խոսք ասել է, գսե որ ռապին կկարոզե, իրավունք միան ձուկ ցերքի, միան կավազան։ Եթե ուրիշ բան նրա հետ բոլորովին դարբեր իմար, եթե տոպրակ բլա տրամ եւ այն նույնիսկ տրամի համար է, փողի համար է։ Եթե զենք մոփաններ բարտատվել եւ այն, ուրեմն Միդրաշի մեջ այս ռաբոնական սովորույթը կար, որ միան կավազան կդանի, որ կարած ես առաջնորդեք հայրու ժամանակ։ Եվ նամա է, որ Հիսուս ասում է իրենց ուրիշ բան մի վեցել, դուք ոչ կելակ բիզնես նելու, դուք եկեք ճամանան կանալ լալու, ոչ թե IT, չիրեմ բիզնես բանակ, միտի դվիրվիք, կարոս չուտյան։ Երևապար ուրիշ դոբրակ, որ մարդիկ տրամդանցես բողավակեք, չեմ սուր, տանակետակ պատերազմիկ մարտատրեք, դուք ծեր միակ զենք որ ունիք Աստուծո շնորհքն է եւ Աստծո խոսքը որ դուք պիտի կարոզեք։ Անո այսքսե միայն կավազանատից այդ ուրիշ բան չտանիք։ Որտեղ մտեք այնտեղ օթևանեցեք, միջև որ այնտեղ մեկնեք, այսինքն դեղ մգետրոն բիլա, այնտեղ բիլա կարոզ խոսության ծրագիրները, իսկ ամեն օր ամեն ժամ դեղ չերտակ ուրիշ բաներնելու համար։ Ջուր գուզեք Դավիդին սեք բերեցից։ Բայց դուք դրանից մի փոխեք։ Այսինքն հասկացանք, որ վականսի չեք հասած։ Մենք 10 անգամ ուխտագրացության խումբ դարել եմ Երուսաղեմ։ Երուսաղեմ երթանք, իրենց սուրբ վայրերն դարում, հա, գնայինք մեկ քանի րոպե, վերջ օտոբուսով երթանք սուվերեններով խանդ, ու հոտ իշտակ, երկու ժամ սուվերեններով խանդ, երթանք Հիսուսի չնդենի դերը տեսնեն, ասպոս ամի քիչ ոսը վրա, այսինքն իրենց համար աննով ուխտագնացություն է, բայց իրենք իրենք վականս, մերյալցով գետան, մի քիչ օլի մեջ են, փոխանակ երթան սրբավայրերը աղոթեն ծուգի կան եւ այլն, նույն բայկան ասեն դուք չեք մնում բան cruise Mediterranean կամ մերյալցով, դուք գնում եք քարոզելու, ձեր նպատակը Աստծո ավետարան քարոզելն է։ Ձեր ոտքերի փոշին, սա էլ հետաքրքրական սովորություն հрьяաներուկով, երբ որ կանցնեին հետանոսներու թաղերից, որ բիլ իրենց մտալ բողջություն կպատճառի, եւ որ թաղից դուրս գելեին, ոտքերու, բոշիկներու փոշին դիտոթվեին, այսինքն նույնիսկ ձեր փոշին չեք ուզեցել մե։
բիղձեք, դուք, ձեր հողը, ձեր փոշին, ձեր օձը, հետևաբար փոշին, եթե ցեզի մերժեցին, նրանք հավասար են հետանոսներուն, նրանց որոնք չեն հավատալ Աստծուն։ Զորավոր արտահայտությունն է, իմ ավետարանս Աստծո հավատքն է, եթե մերժեն իմ ավետարանս, մերժած են Աստծո, իրենք հավասար գլան հետանոսներուն և անհավատացյաններուն։ Եթե աման նույն բանը գրեք, ձեր ոտնամաններում, ամոտքերում փոշին կտոտվեք, որպես նշան, որ իրենք կապ չունին։ Ես այս միանցին կան երբ որ գելգամ դևերեմ, անամ կնեմ, դուս կնեմ, մի քանի շենքերից և այլն։ Այսին ոչ թե մայրաթոր, սխալչացքան, մայրաթորից դուրս, սրճարան գերտան կամ։ Լավ, ոյվի հարցուներ ասկետի մասին, արամեցեք։ Ընդ որը գրածա թափ տվեք իբրև վկայություն նրանց դեմ, ես կարդացել եմ, որ դատաստանի օրը, որ դատաստանի օրը իրանք չասեն մեզ չի քարոզվել, մենք տեղյակ չենք։ Այո, ճիշտ է, Ուզում ասեմ, սա վկայություն իբրև վկայություն դեմ ու դեն չի նշում էլի, որ դատաստանի օրը, որ ասենք այդ որ ըլնելու է դատաստանը, այդ օրը արդեն վկայություն իրանց դեմ։ Իրենք որովհետև հրյա են։ Հա։ Լավ կասնան, որ տիպոշին տոտվեր ինչ նշանակե։ Ասում եմ, որ իրենք յուղի մարդիկս են, ու արաքյանները կացին, իրենք շատ լավ գիտեին, ման դուտվեր սովորել են, երբ որ հետանոսներում յուղերից կացնեին, մեջ ես պապան, պապիկ տակ սովորեցել են, ամիջավես ոտքին կտոտվեն, որ աբիղց յուղի բարը նեղավորներու, հետանոսներու, նույնիսկ փոշին իրենց վրա չմնա։ Հետևաբար, դա արդեն թադել է, թադաբանություն է, դուք մեղավոր եք, դուք անհավատ եք, դուք անաստված եք, մենք նույնիսկ ձեզ մեկ փոշի չենք ուշել։ Երբ որ արաքյալը այդպես մինը հրյա ազգիմը, կամ հրյա ընտանիքիմը, ադրյանն եք շատ վիրավորվի։ Այսինքն լավ թադաբարդում ես իրեն։ Դու այլևս կսեպվիս հետանոսներու շարքին։ Այսօր եւ թադաբարդության օրը։ Եթե դու ասվիճակի մեջ գնաս, հալը շատ վատ է թադաբարդության օրը։ Դու կսեպվիս հետանոսներու հետ։ Հետո մի հատ որ ասում ոչ հաց, ասենք հացել որ չվերցնեն, կարող ասենք այդ տներում տենց մարդիկ են, ասի հացել չեն տալիս։ Հետը չես տալիս, որովհետև ես ասկետի մասին հետաքրքրվեցա, աստվածաբանները գսեն, այսինքն 100% հենվիս Աստծոն է։ Քանի որ քո առաքելություն Աստծո առաքելությունն է, Աստված իր նշանի հոգ կտա։ Իսկ եթե դու պատրաստվիս կրուասան եւ այնասերը, բայց դու բոլորովին գնվիր մենք պահքի մեջ եթե եկած էջմիածին շատ գեղեցիկ աղոթներ ունենք։ Մեկ գսե անձնին իձերն քո է համենայն շամ։ Գեղեցիկ աղոթք հերավես։ Իմ կյանքս ես քո ձեռքերու մեջ կանցնեմ։ Այսինքն ինչ որ դու ուզում ես թող պատահի ինձ։ Ես կուզեմ քո կամքով ապրել։ Երևաբար աս արաքյանները, որոնք իրենց տուները ցկեցին, նրանք ցկեցին, Հիսուսի հետևել եկան, իրենց կյանք հանձնեցին Աստծո, եւ քանի որ Աստծո կամքն են կատարում, ավետարանիչ կհավատա, եւ մենք ավետարանիչ կհավատանք, Աստված իրենց ամենօրյա հացը, հանավազորդ հացը պիտա իրենց։ Հաց մեր հանավազորդ դուրն ես այսօր։ Ուրիշ հացումներ։ Անշուշտ նորից եմ առաքելություն որ նկատեցեք չեն քարոզում Քրիստոս որպես փրկագին մեր մեղքերում։ Դա տակավին չէ պատահած։ Հա, չէ պատահած։ Դա լավ որ Մատթեոս 28:19-ը քնացեք այսուհետ քարոզեցեք եւ որ արդեն Աստծո արկայությունը հաստատվի, այսինքն Քրիստոս խաչվի փրկագին որպես իրարյունը Հոսեփ այդ խաչի վրա, երբ որ վեճ հարություն առնե, ատկեվեճը արաքյանները կարան քարոզեն որ Հիսուս Բրգակինն է մեր մեղքերուն, որն է բուն ավետարանի թեման։ Այստեղ հիմա կարուզում են մեղքերու թողություն, խաղաղություն, հիվանդներու բժշկություն։ Սայց որ Հիսուս կատարում էր, որ ժողովրդին ներկրավ է դեպի ավետարան, որ լսել ավետարանը եւ եկին ավետարան։ Եվ արաքյանները ասկետներ են կարուզում, ոչ թե աստվածաբանական արտարանալ հավատքով Քրիստոս Բրգակինսա վեճ։ Այս պատմությունը կարան կարդալ, ով գուզել արդեն։ Ով գուզել։ Ես առաջարկում եմ։ Առաջարկեք խաղացեք։ Հերոդես արքան լսեց այս բաները, որտեղ Հիսուսի անունը հայտնի էր դարձել, եւ ասաց. Հովհաննես Մկրտիչը հարություն է աղը մեղրներին, եւ դրա համար զորավոր գործեր են կատարվում նրա միջոցով։ Ուրիշներն ասում էին, թե Եղիան է, իսկ մյուսները, թե Մարգարե է կամ մարգարեների նման մեկը։ Երբ Հերոդեսը սա լսեց, ասաց. Հովհաննեսը, որին ես գլխատեցի, սա է, մեղրներից հարություն անգար։ Քանի որ Հերոդեսը ինքն էր մարդ ուղարկել եւ ձերբակալել Հովհաննեսին, կապել էր նրան եւ բանտարկել իր եղբորը, Ֆիլիպոսի կնոջը, Հերովդիայի պատճառով։ Բանն այն էր, որ Հերոդեսը նրան իրեն կին էր դարձրել, իսկ Հովհաննեսը Հերոդեսին ասում էր. «Քո եղբոր կնոջը
քեզ հին առնելը օրինավոր չէ։ Հերոդյանն էլ ոխ էր պահել, ոխ էր պահել Հովհաննեսի դեմ եւ ուզում էր նրանց սպանել տալ, բայց չէր կարողանում, որտեղ Հերոդեսն երկրում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար եւ սուրբ մարդու։ Նրա մասին հոգ էր տանում եւ ուղղելով նրան շատ բաներ կատարում էր։ Հաճիկով էր լսել։ Շնորհակալություն։ Բանություն շարունակում մի քանի գեներ հաստատենք։ Մենք մինչև այսօր Հովհաննեսի գլխավորության մասին չենք լսած։ Սա առաջի անգամն է որ լսենք Մարգոս Արադարանի մեջ, որ Հերովդես արդեն գլխադած է Հովհաննեսին։ Սա փաստն է, որ Ավետարանից առաջ արդեն բանավոր տարածվել էին Ավետարանի պատմվածքներ։ Ժողովուրդ արդեն տեղյակ էին, որ Հովհաննես Մկրտիչ մգա, որ Հերովդեսին ցերպակալեց, գլխադեց, ուրիշ ավետարանիչներ գիշեր բանությունը։ Մարգոս միջև աչեշած, բայց քիչ վերջ մի դիշե բիդանտրատանա։ Մարգոս միդրեն ինչ որ այսօր Հոլիվուդի մեջ կոչվում է flashback։ Ասկեդից մի դառնա, մեզի դեգա, որպես Հերովդես ասել, եւ այս դրան սպիտակ ու սև սպիտակին անցանի մեջ դեսնանք Հերովդեսին չեղացել։ Բայց ինչու է գան քարիսերն, որ ասում է, սա Եղիան է, ինչու Եղիան է։ Որտեղ ինքը երկինք էր տարվել, իր մահացած չէր։ Որովհետև մարգարեություն կար, անշուշտ ոսորսիկ ասված Եղիային վեր բարձրացուց երկինք, եւ Եղիան մահ չէ տեսած։ Դրա համար մենք առաքելական եկեղեցի մեջ գաղութենք ու Եղիան եւ Ենով կան զերացյալ, մահ չէ տեսած։ Բայց նաեւ սիրելիներ Մաղաքիա մարգարեն գսել։ Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը քանուց առաջ։ Սա Մաղաքիայի մարգարեությունն է, որը վրա հենվելով եբրայեցիներ կամ հուդայականներ վերջը այս ավանդությունը սկսան, որ Մեսիայի քանից առաջ ասված Եղիան գտնվում է։ Եվ անոր համար Եղիայի գալուստը կամ վերադարձը սպասվելիք էր հրյա ժողովրդի կողմից։ Եվ ավազիկ է որ լսեցին, որ Հիսուսի մեծ մեկ հրաշք է կատարում բժշկում եւ այլն, ոմանք ասին դերևս սա Եղիան է, որ ետ դարձել է։ Բայց նաեւ ոմանք ասին մարգարե է կամ թե մարգարեների նման մեկը։ Դա ինչ նշանակի է։ Արդեն Եղիան մարգարե է, ինչու կամ մարգարե։ Եղիան ասա, վերջացավ։ Ինչու ասում է, կամ Եղիան է, կամ մարգարե է, մարգարեների նման մեկը։ Որովհետեւ Մովսես բան ասել է, եւ հուդայականները կամ հրյաները Մովսեսի շատ կսիրեն, ուրեմն երկրորդ օրենքի մեջ Մովսես գսել, ասված գսել։ Քո եղբայրների միջից Տերը, քո Աստվածը ինձ նման չէ, Մովսես գսել։ Քո եղբայրների միջից Տերը, քո Աստվածը ինձ նման, Մովսեսի նման, մարգարե պիտի մեջտեղ հանի նրան դրսեք։ Ով է ասմակերեն, չգիտենք, Մովսեսը մանրամասնություն չի զերվեցի, կսեինց մե վերջ, ասված ծեր մեջը մի տանը մարգարենը, եւ այս մարգարեն դուք պետք է լսեք, որովհետեւ իմ օրենքի վճարակը կարոզել ցես։ Հետևաբար այս երկրորդ օրինաց քիրքի վրա հենվելով եւ Մաղաքիայի քիրքի վրա հենվելով հրյաները սովորություն իրաց ավանդություններին, որ ասված մարգարեն երբ միտի, կամ Եղիան, կամ մարգարեմը։ Ինձ նման մարգարե պիտի մեջտեղ բերե, ով է ասմական չեմ գիտեր։ Եվ անոր համար է որ գսե եթե Եղիան է, իսկ միսերը թե մարգարե կամ թե մարգարեներեն նման մարգարեներ։ Լավ, Հերովդեսի բանություն շարունակենք վերջացնենք, ով գուզե գարտալ հաջորդ բաժինը։ Հերովդեսին։ Սակայն մի օր մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսն իր ծննդյան տարեդարձի արդիվ ընթրիք էր տալիս իր նախարարներին, հազարապետներին եւ Գալիլեայի մեծամեծներին։ Երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ եւ սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին եւ սեղանակիցներին։ Թագավորն աղջկան ասաց. «Ուզիր ինձնից ինչ որ կամենում ես եւ կտամ քեզ»։ Եվ երդվեց նրան շատ անգամ, թե դու ինչ էլ ուզես ինձնից կտամ քեզ, մինչեւ իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս ելավ եւ իր մորը հարցրեց. «Ինչ ուզեմ»։ Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Շուտապույտ կրկին թագավորի մոտ մտնելով աղջիկն ասաց. «Ուզում եմ, որ հիմա ասկուտերի վրա անմիջապես ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Թագավորը սաստիկ կպմեց, բայց հրավիրվածների առջև դրված իր երդումների պատճառով չկարողացավ նրան ներժել։ Թագավորն իսկույն
դահիճ ուղարկեց եւ հրամայեց բերել Հովանեսի գլուխը, դահիճը գնաց բանտում գլխատեց Հովանեսին եւ նրա գլուխը սկուտերի վրա բերեց եւ տվեց աղջկան, իսկ աղջիկն էլ տարավ տվեց իր մորը։ Երբ Հովանեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին նրա մարմինը եւ դրեցին մի գերեզմանի մեջ։ Ավասիկ բանությունը Հովանես Մուերդիչը արդար ելնելով եւ հավատացյալ քննադատել աս Հերովտիային։ Հերովտիան ով է։ Հերովտիան Հերովտեսի եղբորը կինն էր։ Բացի արված էր Հերովտեսի կին օրերից նրանք հանելային։ Ուրեմն Հերովտիան իրեն ամուսնուն եղբորը հետ հարաբերություն ուներ։ Եվ Հովանես Մուերդիչը քննադատել է վիճակը։ Եվ անշուշտ դա Հերովտիայի համար լավ չէր։ Հերովտիայի պատիվը անունը ամեն դեպք ծառացել։ Հիմա ես Հովանեսի դեպը լայի շատ չի տարածել։ Ինչ պետք ունիս գնոջ խայտարակեց։ Ինչ որ է։ Որը օրենքի հարց է նաև անշուշտ։ Ուրեմն Հերովտիան անպայման ուզել լրացնել եւ սպանել Հովանեսին։ Բայց ծևը չկար, բաժանը չկար։ Հերապար ասպարտիերին եւ պարտի մեջ քինի, drugs եւ այլն, եւ աղջիկը լավ կալդերնի է, բարեց եւ Հերովտեսը շատ ոգևորվեց։ Ուսավ ինչ ուզես, ինչեր գես թակավորությունս, անարսավ ուզեմ մամային հարցուց, մամասավ Հովանեսի գլուխ եւ այդպես գլխատվեցավ։ Հերակրճանը գսե թակավոր Հերովտես չէր ուզում։ Եվ սա կարևոր գերն է Հերովտեսի դկարության վերաբերյալ։ Հռոմեացիները անան մեկ մտրած են թակավոր, որ համաճին ասին իրենց եկի դա խալիկ մի բան էր։ Ոչ կանգ ուներ, ոչ իշխանություն ասկին անամ քսե արկին մամսե գետակ սպանել մարդկանց առանց իր կամքին ուզելու բարձրապես աղջիկը սա նա պարտադիր խոստվավ եւ կատարեց։ Ավասիկ սա է ֆլաշբեք որսի որ Մարգոս մեզի չէր բացատրած միջև հիմա։ Մի գիշեր դեռ եղավ Մարգո Հովանես Մուերդիչը եւ Հիսուս հանդիպեցան Հովանեսը ես իր գոշիգի տները արժան չեմ կագելու, ադիվը չբաժանվեցան, Հովանեսը այլևս ձայնը չլսեցինք մենք։ Հիսուսը սկսավ եւ առանց ցեզիսի հետ գիշեք, ծևով մսա փոխանցել էր, փոխանցում մարգարեգան իշխանության Հովանեսից Հիսուս, այլևս Հիսուսը Հովանես գլերը, Հիսուս սկսավ կարոզել Աստծո արքա, այդպես գրված է։ Ուրեմն այնտեղ չէ հիշված Հովանեսի վերջը ոնց եղած է, խոսքը որ ասանք դեռ որ Հերովտեսի մասին պիտի խոսենք եւ Հիսուսի կարողության մասին, թե ով է աս Հիսուս, ավետարան շատ գեղեցիկ ծևոմը ֆլաշբեք գրել եւ մեզ ասպարնված բացադրել Հովհանու գլխատվության մասին։ Ո՞ևէ հարցումներ։ Հովանեսին ինչ էին ձերբակալել։ Ճիշտ ալոն համար, որ Հովանեսը բնության հագարակ խոսեր, Հովանես թագավորի հագարակ խոսեր։ Այսինքն հենց այդ դրան մալ։ Այո, անորենում չէր կարա ասեն թագավորը քննադատես։ Եվ first lady թագավորի ինտերվյուին որ անպարոյական կին մնա եւ գելաս կհայտարարես Facebook-ի վրա ասմատու գինը թագավորի ինտերվյուին է։ Իսկ եթե դանդաղված է չլներ, մեկը կարար այդ աղջիկը ասեր, գնային իրան բռնեին, բերեին գլխատային։ Չէ, բայց միշտ կնատալած է Հերովտես, որովհետեւ Հերովտեսը միշտ եղած է ոնց որսինք Հերովտեսյանները դրա մասին խոսել ենք։ Հերովտեսյանները հուդայականներ են, հрьяաներ էին, որոնք կորզակցեցան հռոմեացիներու հետ։ Եվ դրա համար հռոմեացիները իրենց որպես թագավոր նշանակեցին, բայց ոչ իշխանություն չունեին։ Եվ հрьяաները ադելով կատեին իրենց, որոնք նրանք կորզակցեցան հռոմեացիներու հետ։ Մանավանդ թողենք հուդա արաքյալի խումբը, նախանցախնդիրները ադելով կատեին Հերովտեսին, որովհետև Հերովտեսյանները կորզակցեցան հռոմեացիներու հետ։ Եվ անոր համար Հովանես Մուերդիչը առաջի օրեն քննադատել ոչ թե միայն Հերովտեսին, այլ նույնիսկ տաճարականներուն, փարիսեցիներուն եւ այլն, որովհետեւ նրանք ալ Աստծո հայտնությունը չէին կարողանում։ Նրանք ալ քաղաքական, ֆինանսական հաջողություններու եւ շահերու համար իրենց ցեվով ներկայացնեն Աստծո հայտնությունը որպես օրենք եւ սովորություններ, որոնց մեջ Աստված գոյություն չուներ, բացապես իրենց օրենքները պաշտեին եւ կպահանջեին ադորեններու հերևի։ Բայց Աստված ուր է, օրական 7 անգամ ցեկտելված, օրական չեմ երկու մոն վարես, ասում են բաները, եթե նայես մեջ Աստված ուր է չես գիտեր։ Հիմա Դավիթ ինձ հիշեցուց օրինակ արաբոտ շուտ գտամ ժամանակյան, սակայն վերջում մոմեր բվարել, արդյոք ասարվածները մտածում են մենք մի քանի րոպեից Աստծո հետ պիտի խոսակցենք, Աստված մեզ պիտի հայտնի, կամ բարձրապես ֆիզիկապես երկու հատ մոմ բվարել վերջը ուսաբեցը խոսում։
վարակույրպացի, սա ամենավանդույթ է, օրենք է, լավ է, բայց սրանց մեջը մենք արդյոք տեսնենք ասված կամ ոչ, հրյաները կամ հերովտեսյանները չէին տեսնում ասված, և տաձարականները չէին տեսնում ասված, դրա համար Հովհաննես Մենեդիչ ոչ թե միայն հերովտեսյաններում կթադավարներ որպես դավաճաններ կամ գործագիցներ հռոմեացիներում, նաև դաջարի իշխանություններում։ Այո, Դավիթ ջան, մեջ Արուշանացավ։ Շնորհակալություն դասախոսության համար։ Հարցում եմ դժվարի։ Արդյոք նույն Հերովտեսի մասին է խոսքը ավետարանի սկզբում եղած Հիսուսի ծննդյան Հերովտեսի, թե սա Ոչ, որովհետև ավետարանը չկսե, երբ որ Հերովտեսն ելավ, հրեշտակ հայտնվեցավ Հովսեփին, եւ սա կարաս զավակը ենթանից, որովհետև ան թակավորը, որ իր կյանքը բանջեր այլևս գոյություն չունի։ Բայց Հերովտեսյանները հետաքրքրական դինաստիան են, իրենց հայրն էր թակավորը, հորը մահեն վերջ բաժնվեցավ 4 բաժիններու, տղաքարին, իրենք իրանում մեջ պայքարեցան եւ այլն, Հերովտես, բայց Հերովտես երկրորդ անուն կա, դրանպես երկրորդ անով գիշվի, Ագրիփ հայվան, եւ սա գիտնանք որ բաժնի տղաներ, բայց բաբան արդեն 4-5-րդ դարին Հիսուսի ծննդի վերջ մահացավ։ Այո, անշանսը։ Հավանաբար եթե կարող եմ իցուղել, բայց Հիսուսում ավետարանի տանից եղած, որովհետև որ Քրիստոսին սադուկեցիներն ուզում են փոխել կապված կին առնելու հանգամանքին։ Երկնքի արքայություն։ Այո։ Հարցը սերտեգարն է, երբ որ Հովհաննես Մկրտիչը ավելով հուդայական շրջանում, այսինքն այդ տանիք մշակույթի, կրոնի կրողը լինելով հանդերձ, շատ լավ գիտեր չէ, որ հրյաների մոտ ընդունված էր այն կարգը, որ եղբայրը կարա ամուսնանա իր եղբոր կնոջ Մահեն ետք, մահեն ետք չէ, ամուսին ողջ է, Կյանքի մեջ չէ, հենց հետո սա է ծավագեն, այսինքն կինը, եղբորը կինն է, մարդը կա տակալին, բայց դրա եղբայրը թակավորն է, կինը սիրահարական հարաբերություններ թակավորի հետ, մարդիկը այգես, ամուսինը գարձես թե մահացած վիճակ է։ Ինչպես? Ամուսնու մահացած վիճակ է։ Մահացած չէ, ասիկը մահացած վիճակի մեջ էր, այո։ Իրանք ուզում են որ մահացած Եթե մեկ կարտոնե ինքին էր, դա ինք ողջ նալով ուրիշ մարդու հետ հարաբերություններ, դա մահացած մարդ է, համարձակ է։ Բայց դատվետուն է, սադուկեցիները գսեն եթե մարդը մերավ, մերնելուց հետո եղբայրը կալար, դա պարտականություն է, որ կինը միակ չնա որ կնոջ պետք է պաշտպանես, դա Չէ, բայց եթե ժառանգ չունի։ այո, շատ ճիշտ։ Դե իրանք այդ հարցում ինչ-որտեղ ծաղրանքով էին տալի, որտեղ Սադուկեցիները։ հա, այդ է, իրանք հավիտենական կյանքին համահունության մեր հարությանը չէին հավատում։ Սադուկեցիները առաջի 5 քիրքերը միակ գտնեին, որը մեջ հավիտենական կյանք չկա, հետո չէին ընդունել հավիտենական կյանքի գոյություն։ Ծաղրանքով ասի, եթե կին երախար չունի, ամուսինը մերավ, եղբայրը ամուսնացավ, անա մերավ բիշ եղբայրը, եթե հավիտենական կյանք կա, ասկինը գիշերը որ մարդու հետ իրացը։ Ում կինը կլինի։ Ոնց որ իսլամներում Կորանի մեջ գսեն Աստծո արքայությունը դերմն է ուր որ գինու գետե միլան, ձով գինի եւ մեր աղջիկներ։ Ես միշտ գսեմ իսլամ բարեկամներուս շատություն։ Գսեմ ուրեմն խեղճ գիներ ինչ լինեն Աստծո արքայության մեջ։ Մարդը գինի չխմել, ամբողջ տրախտ իրենց համար գինի ջուրեր են աներացին, կեդեր են եւ մեր աղջիկներ։ Այս պատկերացումները միշտ սահմանափակած են մեր ընդունումը։ Սադուկեցիներու համար հավիտենական կյանք չկա, ուրեմն մահեն վերջ, եթե կինը 7 ամուսինն է, զանա մեկ մերած են, որու է դիտ շելանցն է, դա պրոբլեմ է նրանց համար։ Իսկ իրանք ոնց էին պատկերացնում մահից հետո, կյանքից հետո մահը Վերջաները մանավանդ իգարտակ դադավորած գիրքը եւ նաեւ թակավորած գիրքի մեջ գսեն եւ թակավորը մերավ եւ միացավ իր նախնիկներուն դրանեն հողի մեջ տանես աս վերցած հողեին եւ հողը տանաս աս իր դրա համար կարևոր կետ մգա իրենց համար բարեբաշտը հավատացյալը աս կյանքի մեջ պետք է հանգիստ ուրախ կյանք ունենա հենց այդ վարտավետությունը ցնցելու համար հոբի քիքը կրվեցավ հոբ հավատացյալ էր ամեն գաղութ էր բայց ասված արի դրա որի կբաժվի բիզնեսը գործությունից կինը երախաներ Եվ բարեկամները գանցին արկփալը ոտես ասածու ասված քեզ ավելի բան հավատքը ցկե որ գալի ավելի լավ գնիչակը եւ ինքը չլքեց ուրեմն հрьяներուքով աստղալ ընդունում գալ որ հավատացյալը աս աշխարհի մեջ հանգիստ կյանք ունենա զավակներ թորեր եւ այլն հաջող բիզնես
եւ այլն։ Բայց անշուշտ Քրիստոս մեզ մասից որ ճիշտ ակարակն է, Քրիստոսի խաչեցին։ Բայց ջուդայիզմի մեջ հիմա այն կա, Իսկապես ջուդայիզմը մա շատ wide spectrum ովան կան որ շատ հին թողսեն պարիսիական հավատք ունեն չեմ գարցել որևէ հարանմանություն սեկտ մգա ջուդայիզմի մեջ որ այլևս չի հավատալ հարության չեմ կարծել բայց իրենց բացառությունը հարության դարբեր է բայց կան խումբեր որոնք ասեն եթե հավատացած պետք է հանգիստ կյանք ունենաս որուն հակառակն է եթե վատ բան պատահի կամ հերու ամենեսել եթե երեխամը ծնի հիվանդ կամ քսեսա պապայի հանցանքն է որ բաբան չար բանրած կամ մաման ասված պատժեցին ուրեմն աստծո պատիժը աս աշխարհի մեջ է կամ աստծո բարգեւադրությունը աս աշխարհի մեջ է մենք ասենք ոչ շատ չար մարդիկ կարան հանգիստ կյանք ապրին եւ շատ հավատացյալ մարդիկ կան շատ դժվարին պայմաններում մեջ քո աս աշխարհի մեջ վիճակը հանգստությունը հարստությունը առողջությունը երբեք արտահայտություն չէ քո հավատքի զորության երբեք ուրեմն մեղավոր աշխարհը եւ սատանան կարա հարվածել եւ մենք կգրենք դրա հետևանքները եւ դա է որ մենք գոշենք ադամական մեղք մենք կգրենք հետևանքը ծնած ըլլալու աշխարհի մեջ որ մերժած է աստծո կամքը հետաբար սատանան գտիրի այդ աշխարհի մեջ եւ սատանան կարա փորձել մեզ վիրավորել բայց մենք որ հավատացյալ ենք կհավատանք Քրիստոսի հավատքով կպաշտպանվենք եւ Քրիստոս մեզ կպաշտպանե բայց դա չի նշանակել ամեն հավատացյալ հանգիստ ուրախ առողջ կյանք ունենա Քրիստոսության մեջ այդ մոդեցումը չկա կարծես շատ հավատացյալ եւ շատ դժվարին կյանք ունենաս սպասերունը բրգե մեզ բայց հիվանդ աղքատություն չարչարանք եւ այլն Վերցեվում դա քո հավատքի զորության կամ դժվարության արտահայտություն չէ Քրիստոսության մեջ Բազան կուզեի երկու խոսք շատ կարճ է Եհովայի վկաների կոնցեպցիան ոնց է այդ հավիտենական ինչ որ ասում կոնկրետ թիվ կա որ փրկվում են 144,000-ը ոնց է ուզում հասկանալ իրանց մոտ ոնց է այդ փրկության գաղափարը էլի Եհովաներն են մորմոններն են Եհովայի վկաներից է ես տենց լսել ինչ որ կոնկրետ մի թիվ մարդիկ կարան փրկվեն մեջ գրված է հայտնության թիվի մեջ գրված է երբ որ ասված Հովանեսը ձերակիր պիտի բանա 7 գնիկներ բացվել է վեճ 7 փողերը հնչեցնել է վեճ 7 հրեշտակներ գալի եւ այլն պիտի անդեր պիտի հայտարարվի որ նոր Երուսաղեմի մեջ միլա 144,000 փրկված իրանք համարում են իրանք բայց ոնց որ մենք գիտենք հայտնության թիվը լեցուն է խորհրդանշական թիվերով 666 որ Ներոն անունն է եբրայերեն դալերով ոնց որ մենք ունենք հայերեն ան 1 է բն 2 է ժն 10 է ջն 100 է եւ այլն այդպեսով հрьяաներն եբրայերեն լեզվի մեջ ամեն դար իր արժեք ունի թվականական եւ եթե Ներոն անունը եբրայերենով հաշվենք 666 կտա ոմանք գտան օ 666 եւ այլն մատուցականի վրա դակրված 666 բայց շատ օրվա մարդիկ շատ լավ հասկացան որ ինքը Ներոնի մասին խոսում որ այդ օրերում գահալացեր քրիստոնյաները եւ նույնպես եւ որ 12 անգամ 144,000 12 անգամ 12 անգամ 1000 է 12 նշանակի 5 տակարանի մարգարեներ եւ ցեղերը աստծո ժողովրդի 12 նոր տակարանի արաքյանները 1000 անգամ որ կատարելության համարն է տիպն է 12 անգամ 1000 գնե 144,000 մեր եկեցին այնպես կներկայացնել միշտ այնպես կներկայացված է դա չի սահմանափակված է 144,000-ով այլ նշանակի 5 տակարանի 5 ուխտի մարդկանց եւ նոր ուխտի մարդկանց հավատացյալները պիտի փրկվին եւ կատարյալ մեկ հավատացյալ դուրս պիտի չնա ամեն դար աստծո արքայության մեջ ասված մի է ուփ մորցա խելշվահան դժոխքնած ասկան կարոզել մորցա կատարյալ ով որ հավատացյալն է պիտի փրկվի այդ իմաստ ունի 140 իրենք չէ 144,000 միան եթե եղավ 3,000 տարի 5 դագարանից մինչև այսօր 140,000 բստան լեցված գնա ինձ այլևս դեր չկա իրանք համարում են ընտրյալների համար այդ էլի չէ բայց ինձ դեր չեմ այլևս կա ինչն է այլևս ես շահավատամ երթամ ամեն դոզությունները նեմ դեր չկա այո բայց մեծ ուդայիզմի հետ կապված իրականում բազան ճիշտ է ասում ինքը բավականին լայն սպեկտր է ու հիմնականում իրանք հավատում են Հինոսին չեն հավատում Հիսուսին որպես Աստծո որդի քիչ բայց կան մեսիանիկ հրեաները իրանք փոխ չեն ովքեր հավատում են Հիսուսին որպես
Քրտիչ Աստծո որդի, հա, Քրիստոս իրենք հետևում են ինքն կատարվում է, այդպես հավատում են, բայց ինչ վերաբերվում է դրախտ դժոխքին, հիմնական վերական փիլիսոփայությունը իրենք հավատում են Աբրահամի ոգին, որի մասին Հիսուսն էլ է խոսում, այդ տեղը, որը ոչ դժոխք է, ոչ դրախտ է, քանի որ իրանք գործողություններով փոխում են հասնեն անցում, երկու ոչ չեն կարողանում, բայց նրանք ովքեր փոխում են, սպասում են այդ արանքում, Աբրահամի ոգին, ինչեւ որ քրտիչը գա, ավար չէ վերեկոզը ստայ եկել, չէ՞։ Իրանք սպասում են։ Ոչ այ իրանք համար Այո։ Նման պատկերացում։ Բայց Յովհաննելու մասին նաև ասենք, Յովհաննելը չեն ընդունում Քրիստոսի ասվածությունը։ Դա կարևոր խնդիրն է մեզ համար։ Իրենք գավրան որ Հիսուս կատարյալ մարդ էր։ Եվ համարները փոխազեն աստվածաշունչի մեջ։ Հետո իրանք ասում են սյունի վրա է ինքը, խաչի վրա չեղել։ Իրանք ծծի վրա է սենց է խաչված։ Խաչված չի էլի մեղված։ Դե ինչ վրա լավ իրանք մասին խոսենք։ Որ ասիկ ոտքերի փոշին են թափ տալիս միտք ուներ։ Իրենք կարծում նաև թվում է, չէ՞, հրյաները, դա ինչ միտք։ Դա ես նոր գիտեմ, ասին տեսել հիմա Երուսաղեմ։ Այո, հասկանալ։ Բայց իրենց միգրաշի մեջ են բամնոկա դայակ չունես։ Չեն հասկանում եք, ոտքի փոշի թոթերը միդրաշի մեջ է զորություն։ Լավ, սիրելիներ, ուրեմն կար շաբաթ շարունակենք 7-րդ գլուխը դարձանք։ Եթե ուշ հարցումներ չկա, աղոթենք եւ Անհոր եւ որդվո եւ օգվի սրբո ամեն բահբանից եւ ույս հավատացելոց Քրիստոս ասված մեր Վահյա բահբանյա հավատացյալ ժողովուրդս ընդվանյավ սուրբ եւ պատվական խաչի մտքովի խաղաղության Բրգյա հերևելի եւ հաներևույթ տշնամյաց արժանավորյա գողության փառավորը սկեզնթոր եւ սրբո օգվույթ այժմ եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից ամեն օրդյալ կերելուկ շնած սրբո օգվին երկայք խաղաղությամբ եւ դերը մեր Հիսուս Քրիստոս եւ իցինտ մեզ ընդամենեսյանս ամեն Ամեն։ Այլ շեշտ